հեղափոխություն, հեղաշրջում, դավադրություն։ Ինչ է տեղի ունեցել 2018 թվականին եւ ինչի համար, ովքեր էին դա կազմակերպել եւ ինչ խնդիրներ էին լուծում։ Այնինչ տեղի ունեցավ 2018 թվականից հետո ցույց է տալիս, որ աշխարհակական մեծ փոփոխություններ են սկսվել։ Եվ դրա ամենակարևոր դրվագներից մեկը, որը պետք է տեղի ունենար, Արցախի անկումն էր, որովհետև Արցախի անկման սկսվեց մեծ աշխարհակական փոփոխություններ, սկսած կենտրոնական Ասիայից դեպի վերջացած մերձավոր Արևելքում։ Եվ այս process-ները գնում են։ Եթե նպատակը այս աշխարհակական փոփոխություններ էին, ապա ով էր դա անում եւ ինչպես էր դա կազմակերպվում, ինչ մեթոդոլոգիայով եւ ում միջոցով։ Այն մարդիկ, որոնք մասնակցում էին այդ հեղափոխություն, հեղաշրջում, դավադրությանը, ում կողմից էին կառավարվում։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունները կատարվում են հատուկ ծառայությունների միջոցով։ Եվ հատուկ ծառայությունները աշխարհակահաղական փոփոխությունների համար փոխում են տարբեր ժողովուրդների մշակութաբանական կոտերը, ինքնությունը, կամ ոչնչացնում են այդ ինքնությունը աշխարհակահաղական փոփոխությունների համար, կամ վերափոխում են այն, ինչ որ կատարվում է 2018 թվականից սկսած Հայաստանում, դա եղել է նաև այլ երկրներում։ Մենք կարող ենք վերջի ժամանակաշրջանի օրինակները բերել Ուկրաինայի Մայդանից հետո սկսեցին վերափոխել ուկրաինացիների կոդը։ Այդ վերափոխումը բերեց աշխարհակահաղական փոփոխությունների պատերազմի եւ այսօր հարցականի տակ է Ուկրաինայի ապագա գոյությունը այն տեսքով, որով ինքը կա եւ հարցական ընդհանրապես այդ երկրից ինչ է մնալու եւ ուր է գնալու այդ երկիրը։ 2008 թվականին նույն process-ը եղավ Վրաստանում, երբ որ պատերազմ սկսվեց Ռուսաստանի հետ, արդյունքում Վրաստանը մեծ կորուստներ ունեցավ եւ ի պատիվ այսօրվա իշխանության իրենք կարողանում են դիմակայել այդ արտաքին ճնշումների եւ թույլ չեն տալի, որպեսզի Վրաստանը ներքաշվի այս մեծ պատերազմի մեջ։ Այսօրվա Վրաստանի ղեկավարների խոսքերով ասում են, որ այդ ճնշումները շատ մեծ են, բայց իրենք թույլ չեն տա, որ Վրաստանը դառնա պատերազմի օջախ։ 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցածը մեծ տարավ պատերազմի պարտության եւ այսօր մենք կորցնում ենք նաեւ Հայաստանի տարածքները, Հայաստանի տարածքի մի մասը տրվեց օտար երկրի վերահսկողության տակ գլոբալ մեծ ծրագրեր իրականացնելու համար։ Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են գործում հատուկ ծառայությունները նման խնդիրներ լուծելու համար։ Եվ նման խնդիրներ լուծելու համար նրանք շատ դեպքերում գործում են անուղղակիորեն, փափուկ եղանակներով, փոխելով մշակութաբանական կոդերը։ Այն, ինչ որ այսօր Հայաստանում արագ թափով տեղի է ունենում։ Ցանկացած կայացած երկրի հատուկ ծառայությունները ունեն իրենց մեթոդոլոգիան այս խնդիրները լուծելու համար։ Ես կարճ պատմական ակնարկ անեմ մասնավորապես Թուրքիայի եւ Բրիտանիայի մասին, որովհետեւ Թուրքիան եւ Բրիտանիան այն համարյա մեկ տերություններն են, որոնք շահագրգռված են հարավային Կովկասում աշխարհակահաղական փոփոխություններ իրականացնելու համար։ Ուրեմն Թուրքիայի պատմական ճանապարհը։ Թուրքիան, ես վստահ եմ, Բյուզանդիայի ժառանգորդն է։ Երբ որ հռոմեական կայսրությունը եկավ մեր տարածաշրջան, եւ հռոմեական կայսրության այդ կոդերը քանդվեցին, որտեղ ինքը արդեն հնարավոր չէր կառավարել, առաջացավ քրիստոնեության գաղափարը, քրիստոնեության վրա կառուցել նոր ինքնություն եւ այդ բազմազգ ժողովուրդներին դնել սոցիալական որևէ հստակ կառավարման տրամաբանության մեջ եւ դրա կարևոր դեր կատարեց քրիստոնեությունը, այսինքն քրիստոնեության միջոցով նոր կայսրություն սկսեցին ձևավորվել։ Բյուզանդիական կայսրության գերեզմանափորը դա թուրքերը չեն եղել, դա սելջուկները չեն եղել, դա արաբները չեն եղել։ Բյուզանդիական կայսրությունը վերացրել է Հռոմը,
դա ներտեսակային պայքար էր ուղղափառության եւ կաթոլիկության միջեւ։ Եվ երբ որ Բյուզանդիան արդեն քայքայվեց հռոմեական հարվածների տակ, առաջ եկավ նոր գաղափարի պահանջը եւ առաջացավ Օսմանյան Թուրքիան, որի ստեղծողներն են կրոնափող հույները, այսինքն ուղղափառությունը պարտվեց, հիմա իսլամի վրա պետք է նոր ինքնություն ձևավորվեր եւ դրա պատճառն էր այդ երրորդության շուրջ եղած բանավեճերը, դա շատ հետաքրքիր թեմա է, բայց մեր այսօրվա քննարկման մեջ չի մտնում։ Իսլամի վրա կառուցվեց նոր ինքնություն եւ այդ պետությունը փրկվեց եւ պատահական չէր, որ Մեհմեդը, երբ որ նվաճեց Կոստանդնուպոլսը, իրեն հռչակեց Հռոմի, այսինքն Հռոմի Վասիլեո Վասիլևս, այսինքն ինքը բյուզանդական կառավարման համակարգ ներդրեց եւ ինքը ասում էր, որ ինքը կոմունիների ժառանգորդն է, այդ ցակումը ունի, այսինքն բյուզանդական վերջի կայսրերի արյունակցական կապ ունի ինքը։ Եվ իր որդին Բայազիդը գրառումների մեջ գրել էր, որ Մեհմեդը չէր հավատում մարգարեին, այսինքն նա զուտ պետականաստեղ գործունեություններ իրականացնում։ Հետագայում այդ համակարգը փլվեց, երբ որ եկավ ազգայնականության դարաշրջանը 19-20-րդ դարի, եւ Աթաթուրքի ժամանակ նոր տրանսֆորմացիա տեղի ունեցավ, որ իրենք պետք է ստեղծեն արդեն ժամանակակից թուրք ազգ։ Հետագայում դա նույնպես խնդիրներ առաջացրեց, առաջերտին դա քրդերի քանակի մեծացման հետ էր եւ քրդական ապստամբությամբ էր եւ Էրդողանի ժամանակ արդեն իրենք նորից փորձեցին վերադառնալ իսլամի գաղափարի վրա, որտեղ միայն իսլամի գաղափարի վրա կարող են պահպանել Թուրքիան որպես պետություն։ Ինչի համար եմ ես սա ասում։ Ես նրա համար եմ ասում, որ Թուրքիան ունի մեծ գիտական փորձ տրանսֆորմացնելու ինքնությունը եւ ինքնության հետ խաղեր իրականացնելու համար։ Եւ այդ առումով ինչ որ այստեղ կատարվում է այսօր Հայաստանում, սա նույնպես թուրքական հատուկ ծառայությունների գործելավոճն է։ Մյուս հատուկ ծառայությունը Բրիտանիան է, որը նույնպես մեծ փորձ ունի այդ ոլորտում, որտեղ նույն սովետական ժամանակաշրջանում սովետական միությունը ազգային ազատագրական շարժումներ էր գեներացնում այն վայրերում, որտեղ գտնվում են բրիտանական տիրապետության տակ, եւ դրա դիմաց Բրիտանիան նոր գաղափարախոսություն սկսեց օգտագործել իսլամիզմը, այսինքն պայքար անաստված խորհրդային միության դեմ, այդ ազգային ազատագրական շարժումների դեմ եւ Բրիտանիան մեծ դեր ուներ իսլամական շարժումների ստեղծման գործում եւ նաեւ մինչեւ այսօր Աֆրիկայում այն գաղութներում, որտեղ եղել է Բրիտանիան, միշտ ցեղային արյունահեղ պատերազմներ են տեղի ունենում եւ արդեն փաստագրված է, որ այդ պատերազմները ժամանակին հրահրել է Բրիտանիան, բարձ սկզբունքով բաժանիր, որ տիրես։ Այսինքն այդ փորձ ունեցող երկու երկրների հատուկ ծառայությունները ունեն շահեր Հարավային Կովկասում եւ Հայաստանում, որտեղ սկսվել է այս ինքնության հետ կապված տրանսֆորմացիաները եւ այդ տրանսֆորմացիաները հատուկ ծառայությունները իրականացնում են իրենց ազդեցության լրտեսների, զգուցե ոչ ազդեցության լրտեսների միջոցով։ Ժամանակին 70-ական թվականներին ԿԿԲ-ի մի գործակալ, որը աշխատում էր պրոպագանդայի ոլորտում սովետական միության, փախավ արևմուտք եւ 70-80-ական թվականներին հանդես էր գալիս լեկցիաներով, հետաքրքիր աշխատություններով, համագործակցում էր նաեւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ։ Ինքը շատ հետաքրքիր սկզբունքներ է առաջ քաշում, թե ինչպես է հնարավոր քայքայել տարբեր ազգեր եւ ժողովուրդներ, եւ այդ սկզբունքները կարող են օգտագործել ցանկացած երկրների հատուկ ծառայություններ, այսինքն այստեղ խնդիրը այն չի, որ դա միայն ԿԿԲ-ի ոչն է։ Տարբերությունը որն էր, որ սովետական միությունը գաղափարականացված երկիր էր եւ ինքը իր գործելակերպի մեջ մտնում էր այդ ազգային ազատագրական շարժումները, ձախ հայացքների տարածումը,
որը ըստ այդ գործակալի սովետական միությունը փայլուն իրականացնում էր արևմուտքում եւ քայքայում էր ըստ այդ մարդու արևմուտքի այդ ինքնության կոդերը արևմուտքը նույնպես իր հերթին գործում էր սովետական միությունում եւ սովետական միությունում հիմնվում էր ազատության գաղափարի վրա ռոք, արվեստ, մշակույթ, կինոներ եւ նույնպես գաղափարախոսական հարվածներ էր ուղղում սովետական միությանը եւ հետագան ցույց տվեց, որ բավականին հաջող։ Հիմա անցնենք այն մեթոդոլոգիային, որը ներկայացնում է այդ անձնավորությունը եւ տեսնենք արդյոք դա բնորոշ է նրան, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մտքում ունենալու այն, որ այդ ամեն ինչը կատարվում է աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու համար։ Այսպես ասած, որպեսզի Թուրքիան, Բրիտանիան եւ Արևմուտքը մտնեն կենտրոնական Ասիա, հարավային Կովկասի միջոցով կամ կարճ ասած, այսպես ասած, միջին ճանապարհը, որը աշխարհաքաղաքական պրոյեկտ է եւ որի հակառակորդ կողմերում Ռուսաստանն է եւ Իրանը, ինչ որ առումով նաեւ Չինաստանը։ Ուրեմն ըստ այդ տեսության մի քանի փուլից է բաղկացած այդ ազգային ինքնության կոդերի փոփոխությունը։ Առաջի փուլ բարոյազրկում։ Բարոյազրկումից հետո տեղի է ունենում անկայունացում, անկայունացումը բերում է ճգնաժամ, որից հետո նորմալացում է տեղի ունենում։ Ինչ է նշանակում նորմալացում։ Այսինքն նոր իրավիճակ է ստեղծվում, փորձում են ստեղծել նոր կոդեր, եւ այդ նոր կոդերը արդեն ընդունելի է դառնում ինչ որ ժամանակ հետո այդ հասարակության համար։ Կարող է եւ ընդունելի չդառնալ։ Այդ դեպքում այդ հասարակությունները ուղղակի կործանվում են։ Հետևաբար նաեւ կործանվում են այդ երկրները, որոնք խանգարում են այդ արտաքին խաղացողներին։ Ըստ իրեն դրա համար պետք է 15-ից 20 տարի այս փոփոխությունները իրականացնելու համար։ Ինչի 15-ից 20 տարի, որտեղ 15-20 տարվա ընթացքում նոր սերունդ է գալի, որի համար այս նոր երևույթները դառնում են նորմալ։ Մյուս մեթոդը դա նոր արժեքների ձևավորումն են, որոնք թույլատնում են ավանդական ինստիտուտները, ընտանիք, բարոյականություն, կրոն, նույն այդ անձնավորության կարծիքով կատարվում էր Միացյալ Նահանգներում եւ Արևմուտքում, որտեղ այդ ձախ հայացքների միջոցով իր խոսքերով սովետական միությունը այդ հարվածներն էր տալի ավանդական ինստիտուտներին։ Հիմա իրենք այդ հարվածները տալիս են մյուս երկրներին, որոնք իրենց խանգարում են։ Մյուս կարևոր պահը դա երկարաժամկետ ռազմավարությունն է։ Նպատակը այն է, որ ազգը, որը թիրախում է գտնվում, ինքը սկսի ներքից քայքայել իր սոցիալական եւ բարոյական հիմքերը։ Նախքան արտաքին ուժի անմիջական միջամտությունը սկսել է։ Հայաստանում 18 թվականից սկսած մենք տեսնում ենք, որ արժեքների քայքայում է տեղի ունենում։ Հայհոյանքները դա դարել են նորմալ երևույթ, որոնք մտել են հեռուստատեսություն, ազգային ժողով, որտեղ նույնպես նման ելույթներ են լինում։ Դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հանրության մեջ չպետք է լինեն հեղինակություններ, որոնց խոսքը կարևոր է եւ ուղենիշ կարող է դառնալ այդ հանրության համար։ Եվ նաեւ ինստիտուտները պետք է ոչնչանան։ Շատ կարևոր են քարոզչական հարթակները, քննարկումների հարթակները, կրթական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը, այլընտրանքային մշակույթի ստեղծումը, արմատական շարժումների հովանավորությունը։ Հայաստանում մենք տեսնում ենք մի հայեցակարգ, որը գործող իշխանությունը ներկայացրել ազգային ժողով քննարկման համար եւ որը ենթադրվում է պետք է ազգային ժողով ընդունի, որը կոչվում է իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգ, որի ամբողջ նպատակը այդ եղած արժեքների ոչնչացումն է եւ նաեւ դա հենց իրական Հայաստան կոչվածն է։ Այսինքն իրական Հայաստանը որևէ կապ չունի ավանդույթների հետ, նախկին պատկերացումների հետ, դրա համար պետք է նորից գրվեն
իրական Հայաստանի պատմությունը, որտեղ պատմական Հայաստան չպետք է լինի, որտեղ ավանդույթներ չպետք է լինեն, որտեղ բոլոր ազգային կոդերը պետք է ոչնչացվեն, եւ շատ հետաքրքիր է նաեւ գործող վարչապետի փաստացի կնոջ շարժումը կրթվելը նորաձև է, որտեղ ինքը նույնպես փորձում է հավաքագրել մարդկանց, որոնք այդ նոր գաղափարախոսությունը կկրեն, եւ շատ հետաքրքիր էր Աննա Հակոբյանի մի ելույթը, որտեղ ինքը հավաքել էր կանանց եւ դասախոսություններ իրենց կարդում, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը։ Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը։ Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել։ Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարևանների, ոչ բարեկամների եւ ոչ էլ գրականության մեջ։ Իմ ճանաչած կանանց մեծ ամասնությունը 100%-ով համապատասխանել է դարավոր բանաձևին։ Երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարց։ Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել։ Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից եւ որևէ այլ բանով էլ զբաղվել, գուցեև մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել։ Նրանց պիտակավորել են, անվանարկել։ Մյուս կարևոր մեթոդոլոգիան հանրությունը տարանջատելն է, այսինքն հանրության մեջ բաժանարար գծելն է եւ տարբեր հատվածներին միմյանց հետ թշնամի սարքելն է։ Հայաստանում մենք այսօր տեսնում ենք, որ հայ եկեղեցի, բողոքական համայնքներ, հայ եկեղեցի ներսում տարբեր խմբավորումներ, որոնք եկեղեցու ղեկավարության դեմ են պայքարում, հարուստներ եւ աղքատներ, գյուղ եւ քաղաք, այդ տարբերությունները շատ հետաքրքիր ձևով նաեւ երևում են ընտրությունների ժամանակ, հայաստանցիներ, ղարաբաղցիներ, շատ դժվար է պատկերացնել, որ դա Հայաստանում հնարավոր է, որովհետեւ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է միշտ եղել եւ Հայաստանի 90%-ը գոնե սոցհարցումների ժամանակ իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Եվ այս միասնությունը պետք է քանդել եւ նորից եմ կրկնում, շատ անհավանական էր պատկերացնել, որ դա հնարավոր է։ Մյուս կարևոր պահը դա ավանդական եկեղեցին է, որը պետք է քանդել, պետք է ինչ-որ սեկտաների վրա շեշտադրումը դնել եւ ստեղծել եկեղեցի եւ տարբեր կրոնական կազմակերպությունների միջև հակամարտություն, որը մենք տեսնում ենք արդեն այնպիսի բնույթ է ստանում, որ հոգեվորականներ են ձերբակալված, եպիսկոպոսներ են ձերբակալված, եկեղեցիներ է գրավում, իշխանությունը, այսինքն գործող վարչապետը գնում է եւ գրավում է եկեղեցիներ, որոնք հայ առաքելական եկեղեցու սեփականությունն են։ Մյուս մեթոդոլոգիան նույնպես մենք այսօր տեսնում ենք Հայաստանում, այսինքն պոպուլիզմ, որոշումների կայացում առանց փորձագիտական գնահատականների, այսինքն Հայաստանում կա մեկ անձ, որը այսօր վարչապետ է աշխատում, ճակատագրական հարցերում ինքնուրույն որոշումներ է կայացնում, առանց հանրության հետ քննարկումներ անցկացնելու, ռազմավարական պլանավորումից հրաժարվելը։ Մենք չգիտենք մի տարի հետո ինչ է լինելու, 2 տարի հետո ինչ է լինելու, 3 տարի հետո առհասարակ Հայաստան լինելու է թե չէ։ Մյուս կարևոր քայլը քաոսային զարգացում եւ համակարգային սխալների աճ, որը նույնպես ակնհայտորեն տեսնում ենք եւ եւս մի ռեկոմենդացիա այդ անձնավորության կողմից ազգեր եւ հասարակություններ քայքայելու համար։ Դա ինքը անվանում է ավտորիտար միտումներ, այսինքն այն խումբը, որը գրավում է ինչ-որ մի երկրի կառավարումը եւ խնդիր ունի քայքայելու այդ հասարակությունը, պետք է քաղաքական մրցակցությունը ոչնչացնի։
մենք տեսնում ենք Հայաստանում նման դեպքերը, երբ որ ընտրված քաղաքապետներ են ձերբակալվում, որոնք ընդդիմությունն են ներկայացնում, համայնքապետեր են ձերբակալվում, ընտրական ցուցակների մեջ ներգրաված մարդիկ ձերբակալվում են եւ հետո այդ ձերբակալման ժամանակ հրաժարվում են այդ ցուցակներից մասնակցելուց։ Դա մենք հենց հիմա տեսնում ենք Գյումրիում ինչ է տեղի ունենում։ Մյուսը քաղաքացիական իրավունքների սահմանափակումն է։ Նույնպես ակնհայտորեն մենք այսօր տեսնում ենք բարոյազրկումը գոյություն ունի, որը շատ կարևոր է, որ հանրությունը բարոյազրկվի եւ խաթարվեն ավանդական արժեքները, նորմերը, ինստիտուտները, տեղեկատվական քաոս ստեղծվի, որտեղ անհնար է տարբերակել ճշմարտությունը ստերից, որտեղ անընդհատ պետք է ինֆորմացիան դաշտը լցվի եւ այդ դիզինֆորմացիա տեղի ունենա եւ մենք տեսնում ենք, ֆեյքերի ֆերմաներ են ստեղծվել, perfect evidence-ներով, այսինքն անհետեցություններ են տարածվում, հերոսի կեղծ պապիկն ենք մենք տեսել, այսինքն պետք է այնպես անել եւ անընդհատ այնպիսի տեղեկատվական հոսք ստեղծել, որ հանրությունը չկարողանա կողմնորոշվել։ Մի այսպիսի ռեկոմենդացիա այդ անձնավորությունից, այս բարոյալքման հետ կապված։ Ես ուղղակի կարդում եմ մեջբերումը։ Երբ բարոյալքման գործընթացն ավարտվի, նույնիսկ եթե մարդուն ցույց տակ ճշմարիտ տեղեկություններ, ապացույցներ, փաստաթղթեր, նա չի կարողանա հավատալ դրան։ Նա հրաժարվում է ընդունել իրականությունը, մինչև կոշիկը չհարվածի նրա հետույքին։ Այդ դեպքում նա կհասկանա, բայց արդեն ուշ կլինի։ Հասկանալու հետ կապված ես իհարկե կվիճեի, որտեղ այն հարվածները, որ մենք ստացանք մեր հետույքին պատերազմով, բազմաթիվ սոհերով, մենք տեսնում ենք, որ այն ինչ որ նա ասում է, որ մարդիկ հասկանան, բայց արդեն ուշ կլինի, ցավոք սրտի կարող է եւ չհասկանան։ Հիմա ես վերջում խոսեմ Օվերտոնի պատուհանի մասին։ Ջոզեֆ Օվերտոնը եղել է փաստաբան Միացյալ Նահանգներում 1990-ական թվականներին։ Նա այն միտքն էր հայտնում, որ այն տաբուները, որոնք գոյություն ունեն հասարակությունում, ինչպես ջարդել, իսկ ցանկացած հասարակություն կառուցված է կարմիր գծերի վրա, տաբուների վրա։ Եվ Օվերտոնի պատուհանը թույլ է տալիս բացատրել, թե ինչպես են նախապես արգելված եւ անընդունելի գաղափարները դառնում հանրաճանաչ եւ տարածված։ Ընդունելի մասին պատկերացումների փոփոխությունը տեղի է ունենում աստիճանաբար, անհավանականից դեպի արմատական, ապա դեպի ընդունելի, հետո բանական, հետո արդեն ժողովրդի կողմից ընդունելի եւ վերջապես ամրագրվում են քաղաքականության մեջ։ Խոսքը վերաբերվում է եւ զինանշանի փոփոխության առաջարկները Արարատից, իսկ Արարատը դա ոչ թե պահանջատիրության խորհրդանիշ է, այլ դա նաեւ մեր ազգային խորհրդանիշն է եւ իր հիմքում ունի նաեւ հենվում է Աստվածաշնչի վրա, այնտեղ իջել է Նոյան տապանը եւ Նոյան տապանի ստորատում եղել է Հայաստանը եւ սա խորհրդանիշ է, որը կապ չունի պահանջատիրության հետ։ Արցախից հրաժարվելը, որ մենք Արցախից հրաժարվելով ուժեղացրինք մեր ինքնիշխանությունը եւ այլ երկրներ չեն կարողանա մեզ մանիպուլացնել եւ ստրկացնել, Արցախի պարտությունը դա հաղթանակ էր, այսինքն անընդունելի ինչ-որ գաղափարներ աստիճանաբար փորձում են դարձնել ընդունելի։ Եվ ես ուզում եմ վերջացնել 2016 թվականի Rand Corporation-ի մի բանաձևով, որը կոչվում է կեղծիքի հրշեջ խողովակը, որն է ժամանակի քարոզչության նպատակը, եթե դուք ուզում եք քայքայել ինչ-որ հասարակություն։ Ուրեմն կարդամ մեջբերումը. խնդիրը համոզելը չի, այլ հասարակությանը իրականության մեջ կողմնորոշվելու կարողությունը շփոթեցնելը, հետո ձանձրացնելը եւ հետո ընդհանրապես ոչնչացնելը։ Երբ տեղեկատվության հոսքը դառնում է քաոսային, հասարակությունը կորցնում է ճշմարտությունը ստերից տարբերելու ունակությունը, ուստի եւ կորցնում է
իրականության նկատմամբ վերահսկողությունը։ Տպավորություն կա, որ այս թեզը գրվել է ոչ թե 2016 թվականին, այլ 2025 թվականին, տեսնելով այն, ինչը կատարվում է Հայաստանում։ Յուրաքանչյուր անալիտիկ աշխատանք եւ հետազոտություն կարիք ունի որոշակի ռեսուրսների։ Դուք կարող եք մեզ աջակցել ներքևում գրված HP համարով, իսկ այլ երկրից փեսենտ եւ այլ հավելվածների միջոցով։